Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մահացել է մարզական հաջողություններ ունեցող ֆուտբոլով զբաղվող 13-ամյա մի աղջիկ։ Նախնական տեղեկություններով մահվան հանգամանքներին վերաբերող գյուղում շրջանառվող վարկածներից մեկը էներգետիկ ըմպելիքի օգտագործմանն է վերաբերում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մահվան ստույգ պատճառներն էլ դեռևս հայտնի չէ։ Հաստատված բան չի կոնկրետ, էլի մարդիկ տարբեր բան են խոսում։ Դա գյուղի խոսակցությունն է, ժողովուրդն է տես խոսում։ Իսկ ինչից է եղել, դա դատաբժշկական փորձաքննությունը կասի արդեն ինչից է եղել։ Մեր ունեցած ինֆորմացիայով երեխան ջերմել է, տեղափոխել են հիվանդանոց, գլխի հատվածում ասին թարախային պրոցեսներ կա։ Էներգետիկ ըմպելիքները հաճախ ներկայացվում են որպես հոգնածության հաղթահարման եւ աշխատունակության բարձրացման միջոց։ Մասնագետները սակայն զգուշացնում են, որ դրանք նախատեսված չեն երեխաների եւ դեռահասների համար։ Էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչներից է մեծ քանակությամբ կոֆեինը, շաքարը, տաուրինը, գուարանան, ինչպես նաեւ տարբեր խթանիչ նյութերն ու վիտամինները։ Հենց կոֆեինի բարձր պարունակությունն է համարվում վտանգավոր դեռևս զարգացող օրգանիզմների համար։ Բժիշկները շեշտում են կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել սրտխփոց, արյան ճնշման բարձրացում, ձեռքերի դող, գլխապտույտ, անհանգստություն, անքնություն, գլխացավ, սրտխառնոց եւ ջրազրկում։ Եթե էներգետիկ ըմպելիքն օգտագործվում է հաճախ կամ մեծ քանակությամբ, վտանգը կարող է էապես աճել։ Իրավիճակը հատկապես ռիսկային է, երբ ինտենսիվ մարզումներից առաջ կամ հետո դեռահասները կարճ ժամանակահատվածում են մեծ չափականակով էներգետիկ ըմպելիք օգտագործում։ Նման դեպքերում սիրտն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ ջրազրկման ֆոնին կարող են առաջանալ լուրջ բարդություններ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն սրտի չախտորոշված հիվանդություններ կամ այլ առողջական խնդիրներ։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս զգալի տարածվածությունը եւ դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային եւ նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը։ Մասնավորապես վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը ավարտվել են մահվան ելքով։ Մասնագետները նշում են, որ էներգետիկ ըմպելիքները կարող են բացասաբար ազդել նաեւ դեռահասների նյարդային համակարգի վրա, մեծացնելով գրգռվածությունը, անհանգստությունը, ինչպես նաև խանգարել քնին ու ուշադրության կենտրոնացմանը։ Բարձր շաքարի պարունակությունն իր հերթին նպաստում է ավելորդ քաշին, նյութափոխանակության խաթարմանը։ Այնուամենայնիվ, առողջապահական կազմակերպությունները տարիներ շարունակ խորհուրդ են տալիս, զգուշացնում, հիշեցնում, որ երեխաներն ու դեռահասները հնարավորինս խուսափեն էներգետիկ ըմպելիքներից, քանի որ անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերը տարիքային այս խմբի համար լավ ուսումնասիրված են։ Մասնագետները ծնողներին հորդորում են լինել զգուշավոր եւ ուշադրություն դարձնել, թե ինչ են օգտագործում իրենց երեխաները, իսկ վատ ինքնազգացողության, սրտխփոցի, գլխապտույտի կամ այլ ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։